Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ, հարգելի ընդդիմություն, մասնավորապես դաշնակցականներ, ընդունեք, որ այս անգամ մենք մեզ համար հանգիստ նստած հաշվում ենք 4 միլիարդին գումարած 5 միլիարդ ինչ է անում և դուք բացեցիք դաշնակցության թեման։ Սովորաբար մեզ եք մեղադրում, ասում եք, որ մենք ենք պրոակտիվ ձեզ անդրադառնում, այս մեկը ձեր նախաձեռնությամբ է տեղի ունենում։ Այսօր շատ հետաքրքիր անեկդոտներ պատմվեցին այստեղ, ես դրանց ևս մեկը կավելացնեի, 3 հարց-պատասխանի ժամանակ ձեր բացակայությունն էր։ Ուր եք, ինչու չեք եկել հարցեր ուղղելու կառավարությանը, այ դա արդեն բազմիցս կրկնվող անեկդոտ է։ Պարոն Մինասյան, դիտեցիք տեսանյութը, որում դաշնակցականը երեխային սովորեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլուխը կտրել։ Ափսոս։ Հա, այսինքն հետազոտել եք, բացահայտել եք, որ դաշնակցական չի։ Այսօր էլ դա է ձեր արդարացումը, ես կվերադառնամ այնուամենայնիվ երեկվա ձեր արդարացմանը։ Դուք ասացիք, որ եթե խոսքը ցեղասպանություն կատարողի մասին է, ապա դուք արդարացնում եք այդ արարքը։ Տիկին Բադալյանը շատ լավ անդրադարձավ այս հարցին, ասելով, որ ենթատեքստերը կարող ենք հեռացնել եւ անդրադառնալ այդ ձեր ասվածին։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու չեք դուք ձեր հորդորին հետևում։ Այ օրինակ այդ հայրը իր երեխային ինչի է դա սովորացնում։ Ինչու անձամբ ինքը չի անում, այն ինչ իր երեխային է սովորացնում։ Ուր է այդտեղ բարոյականությունը։ Ինչու է որ դուք ազգային ժողովի ամբիոնից կոչ եք անում մարդկանց ցեղասպանություն իրագործածներին սպանել, գլուխ կտրել, բայց անձամբ քայլեր չեք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Ինչու՞։ Վախենում եք դատվեք, լավ եք անում, շատ լավ եք անում, պետք է վախենալ դատվելուց, մարդ սպանելուց առաջ։ Պարոն Ռուստամյան, անցած տարի մարտին բյուրո ընտրեցիք և հանդես եկաք ասուլիսով։ Այդ ժամանակ դեռևս մենք չգիտեինք, որ Բագրատ Գալստանյանին և Արթուր Սարգսյանին և Իշխանին Սաղաթելյան գաղտնալսում է Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը և ի հայտ են գալու ձայնագրություններ, որտեղ այդ նշածս մարդիկ պլանավորում են, թե ինչպես է անհրաժեշտ հավաքագրել մարդկանց Հայաստանի Հանրապետությունում ոչ խաղաղ անհնազանդության ակցիաներ կազմակերպելու համար, չթվարկեմ մեքենա շուռ տալ, այրել, աստղիկներ ու ինչպիսի որակ ունեցող մարդկանց է պետք հավաքագրել, այդ բառը չեմ կարող ամբիոնից արտաբերել, բայց համոզված եմ բոլորը մտաբերում են, թե Բագրատ Գալստանյանը ինչ ածականով էր որակում են մարդկանց, ում անհրաժեշտ է հավաքագրել այդ ամենը անելու համար։ Դա այն ժամանակ, երբ այդ ձայնագրությունները տեղի են ունեցել, անցած տարվա գարունն է ներառում, այսինքն այն ժամանակ, երբ որ դուք բյուրո էիք ընտրում և դուք ասուլիսով էիք հանդես գալիս։ Եվ այդ ասուլիսի ժամանակ ձեր ասած միտքը, չիմանալով այդ գաղտնալսումների մասին, ես հրապարակել եմ և ուզում եմ այսօր էլ կարդամ, թե դուք ինչ եք ասել։ Իշխանափոխության համար մենք ունենք մեր պատկերացումները, որը եթե կարճ ձևակերպեմ, հետևյալն է, որ մենք ունենք կարիք անհրաժեշտ ակտիվության և մասնակցության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության։ Այսինքն մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության և վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել։ Խաղաղ բառը բացակայում է։ Դուք այդ օրը հրապարակային հավաքագրում եք այն գաղտնալսման մասնակիցների գործողությունների համար այն ածականով բնորոշվող մարդկանց։ Այդ էիք դուք անում։ Այդ նույն փուլերում, չէ, դուք շատ զգուշ եք, դուք գիտեք ինչպես արտահայտվեք, որ ոչ թե Արթուր, ինչ է Սարգսյանա ձեր գործընկերոջ անունը, ում անձեռնմխելիությունից զրկեք, ցավոք իրան էլ չէիք հուշել, ու առհասարակ լավ կլինի դադարեցնեք այդ օրենքի սահմանի վրա ճոճվող արտահայտությունները անելը, որպեսզի այն հույսով, այն ծածուկ հույսով, փափագելով, որ ինչ-որ մեկը կանի այն գործողությունը, որին դուք փորձում եք դրդել մարդկանց, այդ պետք է դադարեցնեք, որ հիմա էլ ձեզ պատասխանատու չզգաք, եկաք ես ամբիոնի մոտ կանգնեք, ասեք նրանք քաղաքական բանտարկյալներ են։ Նրանց արարքների համար քաղաքական պատասխանատվություն կրում եք դուք։ Այդ նույն շարժումներից մեկի ժամանակ դուք հայտարարություն եք տարածել
համահայկական զորաշարժի կոչ անելով։ Ինչ հաշակում համահայկական զորաշարժ։ Մեր սահմանադրության մեջ որտեղ եք տեսել, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ։ Որ այսօր եկել եք, փորձում եք սահմանադրություն պաշտպանել եւ քաղաքական ինձ շարունակելու եք ամեն ինչին պատասխանել, ցավոք էլ չունեք ելույթի իրավունք, ձեր կողքի նստած գործընկերներին ասեք, թող ինձ արձագանքեն, նշումներ արեք, կարձագանքեք ինձ, մի ընդհատեք ինձ։ Համահայկական զորաշարժ, սրա ի՞նչն է սահմանադրական։ Սովորաբար, երբ որ դուք սենց մտքեր եք արտաբերում, մտածում եք, որ հիմա բոլորը թերթով ինձ արձագանքելու եք, տեղից տիկին Գալստյան։ Ի՞նչն եմ։ Հա, բա ինչի է այդ բառը օգտագործվում։ Ինչի եք այդ բառը օգտագործում։ Ասեք խաղաղ հանրահավաք ենք անելու։ Հա։ Շնորհակալություն, զորքի մասին չի, զորավոր լինելու մասին է եւ դուք անպայման ուզեցել եք, որ մարդիկ ուժեղ լինելու մասին մտածեն, հանկարծ զորքի մասին չմտածեն։ Եվ երբ որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին էիք աջակցում, նույնպես մտածում եք, որ այստեղ շատ լինենք, էլի։ Զինվորականների մասին չի խոսքը, պարզապես թվականակ Տիկին Գալստյան լռեք։ Դե եկեք սենց խոսենք, ես դեմ չեմ։ Դուք աջակցել եք զինված։ Սիրելի գործընկերներ, հետո թողեք ռեպրեսիաներից խոսակ։ Ինչ եք ռեպրեսիայի ենթարկում Տիկին Կարապետյան։ Բայց տեղից ինչի եք բանանում, հետո ելույթ կգաք, կունենաք, կպատասխանեք։ Թողեք, թող խոսի մարդը, հետո կգաք, ամբիոնից կխոսեք Տիկին Կարապետյան, շարունակեք, ավելացրեք Տիկին Կարապետյանի ժամանակ։ Շնորհակալ եմ, որովհետև էլի բաներ ունեմ ասելու։ Գանք թերևս էլի սահմանադրության ու ձեր հարաբերությունների դիտանկյունից գանք եկեղեցու հարցին։ Երեք պարոն Մինասյանը այստեղից իրավական անգրագիտություն բառը օգտագործեց, ասեց օրենք չեք կարդում, կարդում եմ պարոն Մինասյանի տարբերություն ձեզ, ես օրենքը կարդում եւ հասկանում եմ։ Բայց ես ոնց որ իմ անունից որ ասեմ, ձեզ համար համոզիչ չի լինում։ Հետևաբար ես երկար մտածեցի եւ գտա մի գիրք, որտեղ մեր սահմանադրությունը մեկնաբանվել է, այդ գիրքը խմբագրությունը գլխավոր կատարել է Գագիկ Հարությունյանը, սահմանադրական դատարանի մի նախագահ, որին հույս ունեմ դուք ընդունում եք, որ ինքը օրենքները թե կարդացել է, թե հասկացել է։ Ինչ է ասում նա իմիջայլոց մեր սահմանադրության ուրեմն այդ կետերի մասին։ Ընդ որում ասեմ, մեր սահմանադրության մեջ կրոնական կազմակերպությունների եւ պետության անջատ լինելու մասին դրույթը առաջին սահմանադրության մեջ չի եղել 1995 թվականի, այն ներմուծվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Եվ ինչ է ասել ուրեմն Գագիկ Հարությունյանը եւ մյուս հեղինակները այդ գրքի։ Այդ երկու դրույթների մասին։ Այն ժամանակ իմիջայլոց ասեմ, առաջի խմբագրմամբ 2005 թվականի իսկապես գրված էր եկեղեցին անջատ է պետություն, 2015 թվականին է, որ եկեղեցին փոխարինվել է կրոնական կազմակերպություններ անջատ են պետությունից արտահայտությամբ։ Ինչ է ասում նա։ Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու պետությունից անջատ լինելու սկզբունքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է։ Այդ սկզբունքը նախ էդ է նշանակում։ Աշխարհիկ պետությունում պետության եւ եկեղեցու գործունեության ոլորտները սահմանազատված են, ոչ մի դավանանք պարտադիր չի համարվում, պաշտոնական պետական կրոն գոյություն չունի։ Հիմա ամենակարևորը նման պետությունում, այսինքն աշխարհիկ պետությունում կրոնական կազմակերպությունները ապաքաղաքական, վերկուսակցական կազմակերպություններ են, պետական գործառույթներ չեն կատարում, քաղաքականությամբ չեն զբաղվում։ Հիմա էս են գրել Գագիկ Հարությունյան, սահմանադրական դատարանի նախագահը, որին հույս ունեմ, դուք որպես հեղինակություն ճանաչում եք։ Հիմա սրանից հետո մենք ունենք այլ օրենքներ, այո, մեկի մեջ գրված է կրոնի եւ խղճի ազատության, որ սպասավորները ունեն նույն քաղաքական իրավունքներ, նույն չի ասում, մասնակցում են քաղաքական կյանքին, քաղաքացիներին համահավասար։ Ինչ է նշանակում։ Առանց վեղարի եւ առավել եւս առանց կաթողիկոսական գավազանի մյուս քաղաքացիներին համահավասար են մասնակցում։ Այստեղ է խնդիրը, որ այդ սահմանադրությունը իր այդ տողով եւ իր մեկնաբանությամբ պետքա գործի, նոր դրա ներքո մյուս օրենքները կարդանք ու հասկանանք։ Մեր ընտրական օրենսգիրքը առանց կարգավիճակի այլո վեղարները հանեն գան ձեր հավաքներին մասնակցեն։ Ոչ թե հավաքից առաջ, որում հնչում են այդ բոլոր խնդրահարույց մտքերը, եկեղեցու անունից հովանավորեն այդ ամեն ինչը։ Այստեղ իմիջայլոց պարոն Հարությունյանը եւ իր մյուս համահեղինակները էլի հետաքրքիր մտքեր են գրել, ես ուզում եմ դա էլ կարդամ, որովհետեւ
օգտակար կլինի հայ առաքելական եկեղեցու պատմական դերի շեշտադրման մասին նախադասության մեկնաբանության վերաբերյալ նրանք ասում են. նման հարաբերությունների հաստատումը չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցուն վերապահվեց հանրային իրավական կարգավիճակ, այն դարձավ պետական, գաղափարական, սոցիալական ոլորտներում լիիրավ մասնակից, ինչպես հայ առաքելական եկեղեցու, այնպես էլ այլ կրոնական կազմակերպությունների մասնավոր իրավական կարգավիճակը սահմանելիս պետությունը կրոնին եւ եկեղեցուն վերապահել է ոչ թե պետաքաղաքական, այլ սոցիալ-մշակութային գործառույթ։ Ես էլ խնդրում եմ նկատի ունենաք այն մյուս դրույթի մեկնաբանություններ առաջարկելիս։ Վերջում, պարոն Ռուբինյան, ես թույլ տվեք ձեզ հետ փոքր-ինչ չհամաձայնել, ես չեմ կարծում, որ դաշնակցությունը պետք է վերադառնա իրավունքներին այն իմաստով, որ վերադառնա, այսինքն դուք գուցե դա նկատի չունեք, մահ կամ ազատություն կարգախոսին, որովհետև դաշնակցության ակունքները առաջացել են մի պայմաններում, որում մենք պետականություն չենք ունեցել։ Ձեր ինքնահայեցման, ադապտացիայի խորհուրդը, եթե դուք երբևէ ընդունեք, անպայման էս էլ նկատի ունեցեք, որ չի կարող մի գաղափարախոսություն, որը մեզ հանգեցրել է պետականությանը, այս պահը ընդունում ենք ազգային ազատագրական շարժում։ Պետականություն ունենալու պահից պետք է վերածվի երկրի պետական արտաքին քաղաքականության։ Այս անցումն է, որ դուք չեք կարողանում ի կատար ածել։ Պարոն Ռուստամյան, մեջբերում եք, ասում եք Արևմուտքում կա այդ կարգախոսը, ուշադրություն դարձրեք, այդ կարգախոսը այնտեղ, որտեղ կարդացել եք, ասում է դուք մեջբերեցիք, ապրիր ազատ կամ մեռիր, տարբերակ առաջին, ապրիր ազատ, եթե չի ստացվում, պայքարի քո ազատության համար եւ պատրաստ եղիր կյանքդ զոհել, ինչ արել դաշնակցությունը, հերթականությունն է շուրջ տվել, մահ կամ ազատություն, այսինքն սկզբում եկեք փորձենք մահվան ճանապարհը, հետո եթե չստացվի այդ ճանապարհը, մի ձև մեզ տվեք մեր ազատությունը։ Ձեզ թվում է, թե սա պոետիկ հնարք է եղել, եւ գուցե առաջին պահերին, երբ այս փոփոխությունը դուք կատարել եք, դա իսկապես եղել է պոետիկ հնարք, բայց ժամանակի ընթացքում այդ մահ կամ ազատությունը այդ հերթականությամբ դուք հրամցրել եք մեր ժողովրդին, որպես այն տարբերակները, այն օպցիաները, որը մենք ունենք, կետ առաջին մահ, որ չստացվի մեռնել, մի կերպ կապրենք։ Այդպես չի լինելու։ Այդպես չի լինելու։ Գայք երեք քննարկենք, թե ինչպես է լինելու։ Երեք հարց ու պատասխանի ժամանակ կառավարության հետ քննարկում ենք, թե ինչպես է իրականում լինելու, իսկ դուք բացակայ եք։ Շնորհակալ եմ։